Ըստ ձեզ Հայաստանում ինչ փոփոխություններ եք նկատում, որ այս տարի իրականացվել է։ Տրանսպորտի բարելավում երևի, այդքան է երևի։ Ծառայությունից մեծ հաջողությունների չի ասել։ Չգիտեմ, շատ խոստումներ էինք լսում, երևի մի 40%-ը չի կատարվել դեռ։ Ոչ մի հաջողություն էլ չկա։ Ես չեմ կարող ուրիշի տեղը երաշխավորել, թե ինչ է փոխվել քաղաքացու կյանքում։ Ամեն ինչ։ Աստծով ամեն ինչ շատ լավ է լինելու, բալես։ Մենք աղոթ ենք Աստծուն եւ սպասենք իրենից, թե չէ որ մենք մեր հույսը դնենք մարդկանց վրա, ոչինչ չի լինի։ Իսկ որ աղոթում ենք, հույսը դնում ենք մեր Աստծո Տեր ու Փրկիչի վրա, ամեն ինչ շատ լավ կլինի եւ օրհնենք մեր ղեկավարությանը, ոչ թե անիծենք Աստծո խոսքի հիման վրա։ Շատ բան։ Ինչը լավ է փոխվել, շատ լավ է։ Եթե անկեղծ ասեմ նոր եմ եկել, երեք գիշերն եմ ասել, հələ չեմ հասել։ Հա մի բան տեսել եմ, մեքենաներ է շատացել, շատ են մեքենաները։ Անտանելի շատ են, այսպես չի կարելի, օդ չկա դաժե շնչելու, արդեն այսպես հասկանում, մի քիչ կոնտրոլ պետք է արվի, այսպես չի կարելի վերջի։ Շատ են։ Ոչ մի բան չի։ Ոչ մի փոփոխություն։ Բացարձակ։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ 80%-ով։ Կան որ Մի քիչ թոշակառուներին լավ չեն նայում։ Նեյտրալ։ Ոչ մեկից էլ գոհ չեմ, երեխեք ջան։ Այո, գոհ եմ։ Ինչքան պետք է գոհ չեմ։ Որ այսքան կյանքը լավանում է, ամեն ինչ թանկանում է, տները թանկանում են։ Հա, ուրեմն ժողովուրդը լավ ապրում, չէ՞, բնակչությունը նորմալ է ապրում։ Դրա համար ուրեմն կառավարությունը լավ աշխատում։ Նու հա, այնտեղ թերություններ կա, չեմ ասում, չունեն թերություններ։ Ավելի խիստ պետք է լինի մի քիչ, որ մի քիչ խիստ լինի, ամեն ինչ ավելի լավ կլինի, որովհետև շատ ազատություն ա տվել։ Հա, նու, единственное, ամեն ինչ նորմալ է։ Նայում եմ ազատություն, մարդիկ զբաղվում են ինչ որ ուզում են։ Հա, կարող է նալոգները մուծեն, մենակ, հա, վարկերը մուծեն, ամենակարևորը, որ երկիրը ավելի բարգավաճի։ Ինձ թվում է դա ճիշտ կլինի ավելի։ կան ոլորտներ, որտեղ բարեփոխումներ կուզենայիք իրականացվել, եթե կան որոնք է։ Թոշակառուները գալիք ընտրության 540,000 թոշակառու կա։ Մի քիչ բարևալ, մի կոպեկ ավելացնեին, ոչ թե քեշբեք, ասեք դա քեշբեկով կամ մեր վարչապետը ասում է 10 դրամ հանում ես, ինչ անես, քարտով արա, արա շուկա ես գնում, քարտ խոչ ես ցույց տալու այդ շուկայում։ Ոչմ ընտրուլեր է։ Առողջապահական ոլորտից, տնտեսական գոհ եք։ Առողջապահական գոհ եմ, որտեղ էս որ ասեցին ամսի 1-ից ահագին բան ձրի է լինելու, ես օրինակ մասնակցում եմ այդ բանին, գնացի ինչ որ պետք էր գրանցվեցի, ասեցին ժամանակին այդ շատ լավ է։ Ինչքան շատ թոշակառուներն ուշադրություն դարձնեն, քան այս երկիրը կծաղկի։ Եթե իշխանությունը իմ ձեռքում լիներ, իմ կարծիքով ես մարդկանց կենսաթոշակները կբարձրացնեի, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապահով կյանքով ապրել։ Կրթական բնագավառում կբարձրացնեի ուսուցիչների աշխատավարձերը։ Բանակը կուժեղացնեի։ Ամենաառաջինը բանակ ուժեղացնեմ, կարևորը է դա։ Ինչքան ուժեղ բանակ, այնքան քուպետությունը ավելի ամուր է լինում ու ուժեղ է լինում։ Դե առողջապահական արդեն փառք Աստծո, ոնց որ առաջ խաղացում կա 60-ից պլյուսները, ասենք պլյուս այդ տարիքի, որ ասենք ապահովագրությամբ պետք է ասենք, դա փառք Աստծո, որ շատ լավ է դա լինելու, իհարկե, եթե իրոք գործի դա, հա։ Դա կա ինչ որ բաներ որ, բայց դա տենց կոնկրետ չեմ կարող ասեմ։ Ես չեմ խորանում կառավարության աշխատանքի վրա։ Առողջապահական ոլորտը զարգացում է ապրել կամ չգիտեմ, պաշտպանության բանակը։ Ես անձնական իմ փորձից գիտեմ, որ իմ կինը գալիս է բուժվելու համար, միշտ գալիս է Երևան է գալի բուժվելու համար։ Հետո ապա երկրորդը ես գիտեմ որ մինչև 18 տարեկան երեխաները մինչև 10 տարեկան անվճար է բուժվում։ Ճիշտ է, կա այդ բանը, ճիշտ է։ Ուստեղ չկա։ Ռուսաստանում, Ամերիկայում արտասահման այդպես բան չկա։ Հասկանում եք, դա Հայաստանում կա։ Ում շնորհիվ է, կառավարության շնորհիվ է։ Այսինքն առողջապահական ոլորտից գոհ եք։ Հա, գոհ եմ, այո, գոհ եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ կասեք ընդդիմության մասին, օգնում է երկրի ավելի լավ դարձնելու հարցում, թե ընդհակառակը։ Ընդհակառակը,
Ոնց կարելի է հույսը դնել ընդդիմության վրա։ Դրանք ամեն մեկը իրենց շահին, իրենց աթոռին են, դուք շատ լավ գիտեք։ Այնպես որ նրանք ավելի շատ խառնում են, քան թե օգնում են։ Դրա համար թողնենք մեր վարչապետը ինքը ավելի լավ գիտի ոնց իրոք որ ասում եմ միայն աղոթենք եւ թող մեր վարչապետը գնա այնպես ինչպես որ Տերը իրենք առաջնորդի եւ իրենք կողքին լինեն այնպեսի խելացի մարդիկ որպեսզի ասենք ճիշտ ուղու վրա կանգնած ասենք այդ ամեն ինչը շատ լավ կլինի գիտեք ոնց մենք որպես հոգեվոր չենք խառնվում այդ կառավարությանը ինչ որ թող ամեն ինչը մենք աղոթում ենք միայն որ իրոք Տերը թող Աստվածը կառավարության իր Սուրբ Հոգով կպնի որպեսզի ճիշտ ուղու վրա ամեն ինչ անի եւ ասենք մեր ժողովուրդը որպեսզի չտրտնջա Թակարկը խանգարում են չեն թողում որ ամեն ինչ նորմալ հա մեր կառավարությունը թերություններ ունի բան չունեմ ասելու բայց դե իրանք կոնկրետ այդ թերությունների վրա չեն աշխատում մեր ընդդիմությունը պետք է աշխատեն հիմնական այդ հիմնական թերությունների վրա աշխատել ոչ թե այդպես ամեն ինչի համար խոսան որ ինչա կառավարությունը իշխանություն վերցնեն իրենց